Նախորդ շաբաթվա վերջից նորընտիր խորհրդարանը կանգ էր առել ազգային ժողովի անդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի վրա։ Այս պաշտոնում ուժեղ Հայաստանից առաջադրված Արամ Վարդևանյանին պատգամավորները ամենաշատ հարցերն ուղղեցին։ Նրա թեկնածության մասին ամենաշատ ելույթներն ունեցան համեմատած ինչպես ԿՊԱ-ական երկու փոխնախագահների, այնպես էլ նույնիսկ խորհրդարանի նախագահի ընտրության հետ։ Ի վերջո, ո՞րն է իշխող խմբակցության որոշումը։ Առանց ԿՊ-ի աջակցության ընդդիմության թեկնածուն դահլիճից նախագահություն չի կարողանա բարձրանալ։ Առնվազն 12 ձայն է պակասում։ Բացի այս ընդդիմադիրներից Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը շարունակում է մնալ տնային կալանքում։ Հետևապես քաղաքացիական պայմանագրից 13 падգամավորի կողմ քվեարկության կարիք կա։ Եվ չնայած պնդումներին, թե ընդդիմությանը հասնող փոխխոսնակը չընտրվի, քաղաքական ճգնաժամ չի առաջանա, իշխանությունն այնուամենայնիվ որոշում է աջակցել Վարդևանյանին կամ առնվազն չտապալել այս ընտրությունը։ Հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենք իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ կտրամադրենք։ 64 ԿՊԱ-ականից քվեարկության եկան 13-ը, թե ինչ սկզբունքով էին խմբակցությունում որոշում ում ուղարկել ընտրության, Մանավազյանը փակագծերը չբացեց, պնդելով, թե կարևորը բացառապես քաղաքական որոշումն է աջակցելու ընդդիմության թեկնածուին։ Շնորհավորում եմ, պարոն Վարդան։ Արդեն իսկ հայտարարված համամասնության փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած падգամավորների միաձայն քվեարկությամբ Վարդևանյանը ընտրվում է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ։ Դա լիճից նախագահություն բարձրանում առանց ծափահարությունների։ Քաղաքական թիմակցի Էդգար Ղազարյանի հայտարարության ներքո։ Սա այս գումարման ազգային ժողովում առաջի դեպքն է, երբ ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ազգային ժողովի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Ըստ էության սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որ ունի պարոն Վարդևանյանը նախագահ։ Ընդդիմադիր падգամավորի Բանաձևի հետ համաձայն չէ ազգային ժողովի նախագահը, Ռուբինյանը հակադարձում է։ Սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային տեխնացու է։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղականներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից։ Օրենսդրության նույն ամրագրմանը հղում անելով այն, որ սա ընդդիմության աթոռն է, Վարդևանյանն էլ իր հերթին պնդում է, այսպիսով ԿՊ-ի նկատմամբ որևէ պարտավորություն չի առնում իր ուսերին։ Նիստը վարելու տեսանկյունից շատ քիչ հավանական է, որ ես այն երբևէ իրացնեմ։ Իրապես քիչ հավանական եմ դա համարում։ Այո, չեմ կարծում։ Ես նկատել եմ միշտ, որ դրան շատ մեծ կարևորություն է միշտ տրվել քաղաքական իշխանության կողմից։ Կոնսենսուսային այս դեպքում իրապես միասնական քվեարկությամբ խորհրդարանն իր առաջին քվեարկությամբ հաստատեց ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նոր ազգային ժողովում կգործի նաև 12 մշտական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրը նվազագույնը 8 անդամ պետք է ունենա 5 ԿՊԱ-ականներ եւ ընդդիմության 3-ական ներկայացուցիչ, երկուսը ուժեղ Հայաստան, մեկը Հայաստան խմբակցությունից։ Միայն պաշտպանական հանձնաժողովի կազմում կլինեն 10 падգամավորներ։ Ինչ վերաբերում է մշտական հանձնաժողովների ղեկավարմանը, ապա 12-ից 8-ի պետաիրավական, արտաքին քաղաքականությունների, տնտեսական, առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության, պաշտպանության ու անվտանգության, եվրասիական ինտեգրման եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերով հանձնաժողովները կնախագահեն իշխանականները։ 4-րդը տարածքային կառավարման, ֆինանսավարկային, եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները ընդդիմադիրները։ Առաջին 3-ը ուժեղ Հայաստան, վերջինը Հայաստան խմբակցությունից։ Նրանք կունենան նաև փոխնախագահների պորտֆելներ, ԿՊ-ն 7, ուժեղ Հայաստանը 4, Հայաստանը դարձյալ 1։ 2026 թվականի առաջի կիսամյակում ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվել է 680 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն։ Խախտումները հիմնականում կապված են եղել ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը եւ ներքին կարգապահական կանոնները խախտելու հետ։ Արդյունքում կիրառվել է 162 կարգապահական տույժ։ Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, որոնցից 11 ոստիկան ստացել է նախազգուշացում, 86-ը նկատողություն, 19-ը խիստ նկատողություն, եւս 19-ի հիմնական աշխատավարձը նվազեցվել է մինչև 20%։ 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը, ծառայության դադարեցում, իսկ եւս 11 ծառայող համակարգից ազատվել է այլ իրավական հիմքերով։
Մասնագետների գնահատմամբ արձանագրված պատկերը համակարգում կադրերի ընտրության, մասնագիտական կրթության եւ օրենսդրական գիտելիքների հետ կապված խնդիրներ է ցույց տալիս։ Թե ատեստավորումը ոստիկանների կողմից անցկացվող, թե ատեստավորման գործընթացը, թե ոստիկանների նշանակման գործընթացում այդ կրթական մակարդակի թերի լինելը մի շարք խնդիրների առաջադերում հասցնում։ Երբեմն լինում է ոստիկանների հետ հանդիպումների ընթացքում վերջինս նույնպես դրվում է, որ կրթական process-ում իհարկե կոնֆիդենցիալ կարգով են այս ամեն ինչը ասում։ Կրթական մակարդակը բավականին ցածր է, ու այդ խախտումներն են հիմնականում իրենց օրենսդրության ուսումնասիրությունների պակասության կամ իրազեկված չլինելու հիմքն է։ Մեկ այլ ցուցանիշով նախաքննական մարմիններ են ուղարկվել 7 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ, ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք վերաբերել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ այլ ենթադրյալ հանցագործությունների։ Փաստաբանների դիտարկմամբ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման պայմաններում ծառայողների թույլ տված խախտումներն առավել տեսանելի են դառնում եւ կարող են խորացնել համակարգի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքացիները դարձել են շատ ավելի իրավագիտակիր, քան ցեկուցանց ծառայություն իրականացնող անձին։ Այնպես չէ, որ հասարակությունը մեծ վստահություն ունի աշխատանքի նկատմամբ եւ ցանկացած նման դեպք, երբ անձի կողմից ով ի պաշտոն է եւ իր ընտրած մասնագիտության բերումով պետք է քո իրավունքների պաշտպանը լինի, ինքն է թույլ տալիս քո իրավունքների խախտումը, իհարկե սա չի կարող հասարակության վրա չհասնել։ Համակարգային փոփոխությունների ընթացքում նոր ծառայողների ներգրավումը պետք է ուղեկցվի ոչ միայն վերահսկողությամբ, այլև շարունակական եւ որակյալ մասնագիտական պատրաստությամբ, նշում են փաստաբանները։ Ոստիկանության համակարգը, ընդհանուր ներքին գործերի համակարգը շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց եւ համալրվեցին նոր կադրերով, այսինքն նախկին կադրերից ազատվեցին նոր կադրեր բերին, որոնք հիմնականում պատրաստվածության մակարդակով շատ ավելի ցածր են եւ նման պատկերը ակնհայտ է որ լինելու է։ Իսկ վերահսկողությունը դա իմ կարծիքով ամենաարդյունավետ միջոցն է նման տիպի բարարքները վերացնելու։ Մասնագետների գնահատմամբ հրապարակված թվերը միաժամանակ երկու իրողություն են ցույց տալիս։ Մի կողմից համակարգի ներսում խախտումները բացահայտվում եւ պատասխանատվության միջոցներ են կիրառվում։ Մյուս կողմից դրանց ծավալը վկայում է մասնագիտական պատրաստվածության եւ ներքին կարգապահության խորքային խնդիրների մասին։ Իսկ հանրային վստահությունը կախված է ոչ միայն խախտումների բացահայտումից, այլ դրանց պատճառները վերացնելու եւ կրկնությունը կանխելու արդյունքից։ Ավտոները ջարդվում է մարդկանց։ Այն ուջան, էսի արդեն 14-րդ փողոցն է, հեն անդեղել են լցե։ Ուջանգյուղի այս հատվածը տեղացիների համար պատուհաս է դարձել։ Անմխիթար ճանապարհի պատճառով հաճախ են մեքենաները վնասում, անվահեծաններն են կոտրվում։ Են վերևն էլ ասենց ճամփեն։ Դե սարքում են էլի, սարքեն էլի, ուղղակի ժողովուրդը ասում են շուտ անեն, շուտ բրցնեն էլի։ Այս ճանապարհի շարունակությունը կարճամենակ առաջ են ասֆալտել, քաղաքացիներն էլ շատ գոհ են, բայց պատասխանատուներին խնդրում են մնացյալ մասն էլ նորոգել։ Դպրոց տանող ճանապարհ է, որը շատ կարևոր է։ Շարժել կա է, լիքը շարժ կա է։ Ողջապերտ Գառնի մի քանի կիլոմետրանոց ճանապարհը նույնպես պատուհաս էր դարձել վարորդների համար։ Նախորդ տարվա կապիտալ նորոգումից հետո ճանապարհին փոսեր էին առաջացել։ Դրանք տևական ժամանակ խոչընդոտում էին երթևեկությանը։ Ճանապարհը սպասարկող ճանշինը 10 օրից ավելի հեռացրել էր վնասված հատվածները ու միայն օգոստոսի 7-ին են գործի անցել։ Լավ է որ ցուցանակներն տեղադրվի, այս ժողովուրդը փրկվի այս խոսերի։ Իդեպ աշխատանքներին տեղում երկու անգամ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն է ծանոթացել անակնկալ կերպով։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ աշխատանքների ավարտից հետո երթևեկության կանոնները կարգավորող նշաններ են տեղադրվելու։ Տիկին Լիաննան երրորդ կարգի հաշմանդամություն ունի, Վայոց ձորում է ապրում, ասում է վատ չէր լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը։ Մարզում ցերեկային խնամքի կենտրոն բաց էր։
Բարոյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ որ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ էլի այդ հոգատարությունը այդ ամեն ինչը օգնել հագեցած կանցներ լավ կանցներ շատ հաճելի կլիներ էլի մենք եք զգանք որ մենք էլ ենք ինչ որ մեկին պետք ինչ որ բանի պիտանի ենք մենք էլի թեկուզ ինչ որ մենք էլ այնտեղ մի բան անենք չենք կարող ասենք նորմալ շարժվել բայց գոնե վերջերը աշխատում է որ չէ աշխատանք անենք Կառավարության 2021-26 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների զարգացումը։ Նախատեսվել էր մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն, տնային խնամքի ծառայություններ հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ ծրագրածը ոչ միայն չեն ավարտել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն հասցրել եզրագծին եւ մինչեւ օրս ոչ մի ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Բացի Վայոց ձորից ցերեկային խնամքի կենտրոններ պետք է ստեղծվեին նաև Արմավիրում, Արագածոտնում, Գեղարքունիքում հիմնվելով այդ մարզերում տուն ինտերնատներում ապրող տարեցների մեծ թվի վրա։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով է նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, որ այս ծրագրերը պետք է պատշաճ իրականացվեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Կենտրոններում հիմա նախատեսում են տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել օրական մեկ անգամյա սնունդ, տալ հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, կրթաուսումնական եւ մի շարք այլ ծառայություններ հիմնվելով նրանց հետաքրքրությունների վրա։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռվում շարունակական կրթություն ստանալ ենթադրենք համակարգչային դաշտում ձեռագործի ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում Սոցիոլոգն ասում է նման խնամքի կենտրոնները հնարավորություն են ընձեռում հաղթահարել տարեցների մոտ առկա հաղորդակցության խնդիրները, քանի որ ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլև ժամանցն են կազմակերպում, ինչը տարեցի համար ինքնադրսևորման հնարավորություն է։